Հավիլյարդը աշխարհի ամենաուժեղ բնական վիտամին B12-ի աղբյուրն է։ Այն ամրապնդում է մարդու օրգանիզմը և նպաստում է ուղեղի աշխատանքին։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի լյարդով տաք աղցան։ Հավի լյարդը նախքան ջերմային մշակումը կմարինացնենք, հենց դրանից էլ կսկսենք։ Մարինադի համար ինձ հարկավոր է կաթ։ Հանենք ինչը կարող է պետք գալ։ Կվերցնեմ 250 մլի կաթ։ Սրան ավելացնում ենք 1 թեյի գթալ մեղր, սոյա սոուս, մեկ ճաշի գթալ, մի պտղունց, մշկնկույզ, մառանիկ ընկերության 1 պտղունց աղ, 4 պղպեղներ, խառնում ենք և մարինադը պատրաստ է։ Տեղադրում ենք տախտակը, հավի լյարդը, նախապես մաքրել եմ ջլերից, ավելորդ յուղերից և հոսող ջրի տակ լվացել եմ, սա հավի լյարդը չէր, դա խոզապուխտն էր, որից հետո ձևում ենք, կտրատում ենք ձողիկաձև, այսպես և լցնում մարինադի մեջ։ Կաթի մեջ մարինացվելով լյարդը ավելի կներփանա։ Անմիջապես փոխում ենք տախտակը, դանակը, հեռացնում ենք ավելորդությունները և որոշակի ժամանակով, մոտ կես ժամով թողնում ենք մարինացվի։ Գործ ենք դնում սիրելի ամանը և մշակում ենք կախասունկը, ինչ ենք անում նրա հետ, շատ չենք մանրացնելու, այսպես, փորձում ենք առանձնացնել, ամեն սունկը կարող ենք 2 մասի բաժանել և գցում ենք սիրելի ամանի մեջ։
Եվ մաքրում ենք, եթե մաքրելու կարիք կա։ Ցողում ենք բուսայուղով։ Համեմում ենք Մառանիկ ընկերության աղով։ Так, նվերը անենք։ Նույն գործողությունը անենք այժմ։ Եվ Մառանիկ ընկերության աղացած սև պղպեղով։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք յուղաթուղթ։ Թրջում եմ, ճմրթում եմ, որ հեշտ լինի տեղադրելը։ Եվ սունկը փռում ենք վրան։ Եվ ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան, թող կարմրեն սնկերը։ Իսկ մենք անցնենք առաջ, գործ ենք դնում տապակը։ Ձիթայուղ ենք մի քանի կաթիլ տաքացնում, տապակելու ենք արքայախնձորի շերտեր։ Այսպես օղակներով կտապակենք, հետո կկտրենք։ Հյութը պահում ենք։ 4 շերտ, 3.5։ Երկու կողմից կարմրացնում ենք։ Հենց շրջեցինք, կհամեմենք եղեգնի շաքարավազով։ Անցնենք մյուս բաղադրիչին, դա թթվաշ խնձորն է։ Կլպում ենք։ Հեռացնում ենք սերմնատուփը։ Եվ կտրատում ենք շերտերի։
Մյուս կողմն էլ կարմրեց, կհանենք ափսեի մեջ եւ կտապակենք խնձորի շերտերը։ Օգտագործում ենք մեկ տապակ։ Խնձորը տապակելուց հետո կհանենք եւ սոխեռած կանենք։ Կվերցնեմ երկու փոքր գլուխ սոխ։ Կկտրատեմ դրանց փետրաձև։ Դու արի այստեղ։ Տեսնենք ինչ վիճակում է սունկը։ Հրաշալի տեսք ունի։ Անջատենք ջեռոցը, թող մնա սունկը ջեռոցի մեջ։ Այնպես ենք խնձորը հանում, որ համեմված յուղը մնա տապակի մեջ փափկել է այն։ Հենց այնը ինչ պետք էր։ Անմիջապես համեմում ենք սոխը, մառանիկ ընկերության աղով, շաքարը ազոտ եւ սոդայով ներփածնում ենք սոխը։ Սոխը փափկեց, կավելացնենք խոզապուխտ։ 1, 2, 3, 4 շերտ։ Կտրատում ենք ձողիկների։ Քամում ենք հավի լյարդը մարինադից, արդեն ժամանակն է։ Փոքր կարմրելուց հետո ավելացնում ենք լյարդը։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ Վուստերշիրյան սոուս, թթվասեր, 200 գրամ,
Ծածկում ենք կափարիչով։ Եփվի։ Նախապատրաստենք սխտոր։ Կվերցնեմ կանաչ սխտոր, ցողունի մի մասով, կտրում ենք, որքան հնարավոր է մանր։ Ավելացնում ենք արքայախնձորի հյութից 2 ճաշի գթալ։ Այն հետաքրքիր համ կհաղորդի սոուսին։ Կեփենք եւս 5 րոպե, որից հետո կավելացնեմ թարմ կանաչիներից։ Համեմ եւ մաղադանոս փոքր փունջ համեմ։ Եվ մաղադանոս։ Կողք դնենք, դեռ քո ժամանակը կգա։ Սկսենք կառուցել մեր տաք աղցանը։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, լցնում ենք աղցանային միքսը, վրան ցողում ենք լայմի հյութ, կես լայմի հյութ, կավելացնենք չերի լոլիկներ, գույնս գույն փոքրիկներ, 3, 6, 10 Ընդամենը կիսում ենք մեջտեղից և գցում բարձիկի վրա։ Բարձիկը ունենք, պատրաստ կլինի հավի լյարդով սոուսը կդնենք մի կողմից, մյուս կողմից սունկը, արքայախնձորը, խնձորը և վրան մատուցելիս նուր շաղ կտանք։ Հավի լյարդով տաք աղցան։ Մարինադի համար ամանի մեջ լցնել կաթ, մեղր, սոյայի սոուս, քերած մշկնկույզ, աղ, 4 պղպեղ համեմունք, խառնել։ Հավի լյարդը կտրատել ձողիկաձև, լցնել մարինադի մեջ, թողնել կես ժամ մարինացվի, քամել։ Ամանի մեջ լցնել կտրատած կախասունկ, ցողել բուսաեղով, համեմել աղով, սև պղպեղով, շարել ջեռոցի նախապես յուղաթուղթ փռած տապակի վրա, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել գրիլի ռեժիմով։ Տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, պահածոյացված արքայախնձորի շերտերը երկու կողմից տապակել։ Տապակելուց հետո հանել տապակից, նույն յուղի մեջ շերտատած թթվաշ խնձոր տապակել։ Խնձորը տապակելուց հետո նույնպես հանել տապակից եւ դարձյալ նույն յուղով փետրաձև կտրատած գլուխ սող տապակել։ Համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Ավելացնել ձողիկաձև կտրատած խոզապուխտ, հավի լյարդը, բուստերշիրյան սոուս, թթվասեր, մանր կտրատած կանաչ սխտոր, պահածոյացված արքայախնձորի հյութից, 5 րոպե եփել, ապա ավելացնել մանր կտրատած համեմ եւ մաղադանոս։ Մատուցման ափսեի մեջ շարել աղցանի տերևների միքս, վրան լայմի հյութ ցողել, ավելացնել կիսած չերի լոլիկներ, վրան շարել հավի լյարդը, արքայախնձորը, խնձորը, սունկը։
Մատուցելիս վրան շաղ տալ նռան հատիկներ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք իշխան ձուկ, նուր, բանջարեղեն եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։